բազմությունների տեսություն մի քիչ կխոսենք, որ ուղղակի բանի մասին հասկանանք, ասենք ուզում եմ հասկանամ, ասենք մետրիկական տարածությունների չափսը, ինչ չափի կարանելներ, ինչ տարբերակներ կա, ասենք որոշ չափսեր կարող է հնարավոր չեն, որոշ բաներ, կարդինալիթիներ կարող է հնարավոր չի ենթանում։ Չէ, հիմա զուտ քանակ եմ ասում, բան, հզորության մասին է խոսքը։ Հետո հաջորդ դասից կսկսենք տոպոլոգիական չափի գաղափարը, այսինքն դեր կատեգորիայի մասով տոպոլոգիական չափը։ Հիմա այսօր ուզում բազմությունների տեսություն ենք բանանում, մի հատ ուղղակի գրեմ overview set theory։ Okay, բազմությունների չափերը համեմատելու համար, ասենք վերջավոր բազմությունների հետ ինչ ենք անում, ասենք չգիտեմ, ուզում ես տեսնես լսարանում ավելի շատ աթոռ կա, քան ուսանող, կարաս աթոռների քանակը հաշվես, հետո ուսանողների քանակը հաշվես, հետո եթե մի-քիչ վստահացար, ասում ես հավասար են եւ այլն։ Բայց անվերջ բազմությունների վրա այդ մեթոդը չի աշխատում, որ ասենք հաշվես, կարող է տեղ չհասնես, կամ երկուսն է կարող անվերջ ստացվեն, դրա համար վերցնում ենք ուրիշ մեթոդ, որ ուղղակի ամեն ուսանողին խնդրում ենք աթոռ քաշի նստի, եթե կանգնած ուսանողներ կան կամ մնացած բան դատարկ աթոռներ կան, այդպես եզրակացնում ես հավասար էին, թե հավասար չէին ուսանողների ու աթոռների քանակը։ Հիմա այդ ամեն ուսանողը, որ քաշում աթոռ է վերցնում, այդ ֆունկցիա է։ Այդ ֆունկցիան եթե լինում է բիեկտիվ, ասում ենք երկու բազմություններին հավասար են, հավասար չափսի են։ Եթե լինում է ինյեկտիվ, եթե ոչինչ չի նշանակում, կամ եթե լինում է սուրեկտիվ, եթե ոչինչ չի նշանակում, բայց դրանք բիեկտիվի մասն է խոսքը։ Okay, դե եկեք այդ սահմանը մտանք, ամենագլխավոր սահմանը, որ sets A and B are called equinumerous հավասարաչափ կամ հավասարաքանակ if there is a bijunction. Okay. Okay. Եկեք մի հատ թափով օրինական ենք, որ սահմանում զգամ։ We denote this, եկեք ես եմ գրեմ, we denote this by A այս նշանակումը ոնց որ դու բիեկցիան ցույց տաս էլի, այս նշանակումը ինքնուրույն գալիս է, ոնց որ A-ի B-ի միջև մեկը-մեկին համապատասխանություն է։ Okay. Լավ, ռաս նշանակումները արել եմ, եկեք մի երկու հատ նշանակում անեմ։ We write A A C if there is an injection F A into B, and we write A rejects B if this if there is a Schutz rejection. Okay. Սրանց հետ հեզակախաղանք, հասկանանք ասենք երբ մեկը մյուսի հետ տեղի ունի, բայց դուք օրինակներ եմ ուզում վերեմ։ Առաջին օրինակը, որ ուզում եմ վերեմ, էդիկ որ սրանք անվանում են Հիլբերտի հոյթի։
Այս որն է, ուզում ենք ինյեկցիա սարքենք բնական թվերից դեպի, ասենք, առանց 0-ի բնական թվերը։ Հիմա ստանում եմ, որ ինյեկցիա կա, պարզապես էլ կարանք սարքենք սենց ինյեկցիա, ես կգրեմ։ Այս ինյեկցիան ոնց ենք կառուցում, բայ, ասենք n-ին ասում ենք տեղափոխվի n+1, մի հատով շիֆթը լինեն աճ, բոլոր բնական թվերը մի հատով աճ շիֆթը, տեղաշարժվեն աճ։ Ինչի է սրան ասում Հիլբերտի հոթեր, որտեղ պատմություններն է, որ յանի ասենք Հիլբերտը փորձել է ինչ-որ 6 տարեկան երեխու բացատրի անվերջության գաղափարը ու տենց է բացատրել, որ ասենք պատկերացու դու հոթելի մենեջեր ես, հոթելներում համարներ կան, համար 0, համար 1, համար 2 սենյակներն են ու բոլոր սենյակները զբաղված են, հիմա նոր մի հատ շատ նենց ազդեցիկ հյուր է գալիս ու դու չես կարող ասես, որ համար չունեք քո համար, սա համարները զբաղված են, դրա որ դու ստիպված ինչ ես անում, ամեն մի հյուրին ասում ես մի սենյակ են կոն տեղափոխվի ու ըստ այդմ 0-րդ սենյակը ազատվում է ու դու նոր հյուրին հյուրընկալում ես։ Դրա համար սրան ասում են Հիլբերտի հոթել։ Այսի պարզապարզ օրինակ է, բայց այս հիմքը հանդիսանում մեծ մասամբ այս տիպի բաներին, որ ինչ-որ բազմությունը արտապատկերում ես բիեկտիվորեն իրա ենթաբազմությանը։ Եկեք սենց ասեմ, սենց դրեմ։ Հա, ոնց սահմանում է էդի չի, բայց իրան համարժեք է, այդ համարժեքության մեջ ընդդության աքսիոմ կա, դրա համար ասում սահմանում է էդի չի, որտեղ առանց այդ աքսիոմի համարժեք չի։ Okay, այսի պարզ օրինակը, հիմա եկեք սրա մի քիչ ավելի բան upgrade արած տարբերակը նայենք։ Okay, մենք հասկացանք, որ բնական թվերը հավասարաքանակ են բնական թվերին առանց 0-ի։ Հիմա այս նույն իդեան փորձենք ստեղ իրականացնել, ասենք ես տամ ձեզ 0-1 միջակայքը փակ, դուք ինձ տվեք բիեկցիա, ասենք 0-ն թվում է չլինի, 1 բաց։ Ինչ ասում Վահագը, ասում է եկեք Հիլբերտ հոթել սարքենք սրա ներսում, 1/3-ով, ուղղակի համարակալ ենք սենյակները 1/3-ով, ստացվում է 1-ը կգնա 1/2-ին, 1/2-ը կգնա 1/3-ին եւ այլն, այն մնացած սենյակներին ձեռ չենք տային ուրիշ թվերին, մենակ 1/3 սենյակներին կտեղաշարժենք, մնացածը կմնա նույնը։ Այսինքն, որպեսզի դու սենց բան անես, կարողանաս մի կերպ պահկվածնես, հա, ավլես են, որ բան, որ ավլում ես խալուտակ ես մտցնում, այդ որ կարողանաս անես, այդ դրա համար պետք է ասենք մի հատ Հիլբերտ հոթելով մի բան, սարքել ներսում։ Okay, so այս ինչ ենք անում, F սահմանում ենք F-ը այս փակից բաց, ոնց է սահմանվում F-ը, X-ին ասում ենք ինչ անենք, եթե X-ը հավասար է 1/3, ասում ենք, որ գնա 1n+1-ին, բայց ես ավել բան եմ գնում, մի րոպե եկեք փորձենք, հաջի, երևի դզվել է, հակառակ դեպքում otherwise հանգիստ ենք թողում, պարզավոր սա բիեկցիա է, առանձնապես ստուգելու բան չկա, ու դրանով դու ցույց ես տալիս, որ հավասարաքանակ են, փակը ու միտեղ բացը։ Ընդհանրապես երևի ինչ անենք, abecել դեզենք, կարող ավելի հեշտ բան անենք, ցանկացած երկու ինտերվալ իրար հավասարազոր են, ոնց ենք կառուցում, այսի դուք ասեք, այսի պետքի բանը չի։ Հա, գրաֆիկը ես է կարամ գծեմ։ D-n բաժանած D-a անգամ C-an բաժանապատենք։ Okay, X-ը գնում է ուր մի րոպե, էսի ինչքան է, էսի D-C է, D-C բաժանած էսի ինչքան է, V-A, էսի ես կարամ անեմ, անգամ X պլուս, ուրեմն
ուզում ենք, որ X-ը դնենք պիտի Tem A plus B minus C. O grande x minus A grande նա հետո plus B. հա x մինուսը ճիշտ է, որ x-ը պիտի i վաղ տա, x-ը i վաղ պիտի տա c, իսկ x-ը b վաղ, այսի կրճատվի c-ը գնա ինքնը, okay, էսի այդ բիեկցիան է, մի հատ էլ իրական թվերը ասեք, ոնց անենք, ասենք իրական թվերը ցանկացած ինտերվալի հետ, որը ուզում եք, եկեք ընտրենք մեկը անենք, որի հետ արկ-տանգենսով կլինի, կարա ռացիոնալ ֆունկցիա, կարա որ մեկը բաժանենք x plus 1 plus x քառակուսի ինչ կլինի, հա, Մեկը բաժանած X հարակուսն է կլինի կոեֆիցիենտների տարամասը շուտ գնա հա, բայց Եթե ճիշտ եմ հիշում մեկը բաժանած B անգես x ինչ եմ ասում, մինուս 1-ից 1, բաց մինուս 1-ից 1 բաց, c-ից գնում է r-ի վրա, հա, x-ն էլ գնում է մոդուլ x, չէ, x, մեկը պլյուս, մեկ մինուս, մեկ պլյուս, minus որ բան մեկում հա, լավ, հասկացա, հա, մեկ մինուս մոդուլ x հասկացա, հա, վերջ, սա հարցերը հայտի հետ, okay, ստուգեք, որ ճիշտ է, verify that this bijection. Մեկը բաժանած մեկը Լավ, մի խոսքով, պարզ, ասենք, մի բանն է պարզ, ինձնից լավ եք հասկանում, ինչ բան է BX-ը սարքելը, ինչը ես շատ ուրախ եմ, բանը, տնային էլ կտամ ինչ-որ տենք բաների հետ խաղալը, հիմա եկեք ես էլ հասկանանք, ես որ մեկը մյուսի մեջ ինյեկցիա ես անում ու ինչով է դա տարբերվում մեկը մյուսի վրա սուրյեկցիա անելուց, ես պնդում եմ, որ proposition for sets A, B, A-ը ինյեկտվում է B մեջ, անև միայն այն դեպքում, B-ին սուրյեկտվում, B-ին արտապատկելում է A-ի վրա, սուրյեկտիվ արտապատկելում կա, ու այս բաներից մեկը օգտագործում անտության աքսիոմը, ու ես ուզում եմ գրեմ, որ ասեմ ինչ է, ես բան ունեմ, հոգեկան խնդիր է, որ ես պետք է դա նշեմ, այս մի կողմը, այս կողմը օգտագործում անտության աքսիոմը, ինքն ինքն ոչ տրիվիալ խնդրում է մնացած մեր աքսիոմներից, okay, ոնց ենք ապացուցում, okay, այս ուղղությունն է, ասենք թե F-ը ինյեկցիա է A-ից B, այն գցում է B-ի մեջ, ոնց ենք սուրյեկցիան սարքում, մեկ թվեր չեն մասը որտեղ հակադարձում է, նրանց տարել են ոնց պատահի դե ոնց պատահի, որպեսզի ընդունություն բանանշանենք, ֆիքսենք մի հատ ստես անվեն դատարկ չնի, ֆիքսենք մի հատ էլեմենտ, զրոական էլեմենտ A-ից, and բան անենք, G մի հատ ֆունկցիա սահմանենք, B-ից A, Ինչ ոնց ենք սահմանում, ասենք G-ին, եթե նայես F-ի իմիջի վրա, լավ սենց գրեմ, X չեմ ասում, B-ն, B էլեմենտը գնում է որտեղ, եթե B էլեմենտը ինչ-որ A-ի իմիջ է, ուրեմն վերադարձում ենք A, otherwise, վերադարձում ենք A0, ինչ հաստ է տեղի ունենում նկարով, սենց նկարեմ, պատկերավոր ձևի, S-ի A-նա, S-բենա, S-ան բանը F ֆունկցիան գցել է B-ի մեջ, սենց, S-ի է պատկերնա, F I պատկերնա, ստե մի հատ ինչ-որ էլեմենտ ենք վերցրել, կապ չունի, ինչ ենք ասում, որ okay, F-ը այս ուղղությամբ է գնում, մենք G-ն այս ուղղությամբ ենք թեքում, որ այս բոլոր ժողովուրդը ստեղի, հա, չի լինում, okay,
Այս ստեղի սա ժողովուրդը ուղղակի հակադարձ ֆունկցիայով գնում են այստեղ, որտեղ f-ը 1-ը 1-ին է, ուրեմն հակադարձը սահմանած է, իսկ այս մնացած ստեղի մասան ուղարկում են բոլորին այս մի խեղճ էլեմենտի վրա։ Okay, yes, այդ ֆունկցիան, որ սարքում ենք, ու ինքը իրոք սուբյեկտիվա է, որովհետև նույնիսկ այս իմիջի ժողովուրդը արդեն I բազմությանը փակում են։ Այն մնացածը ուղղակի sense գալիս անկախում գնում են A0 ֆիքսած էլեմենտի վրա։ Okay, եկեք հիմա այս ուղղությունը ապացուցենք, որ տեսնենք axiom of choice-ը ոնց է օգտագործվում, ասենք թե տրված է մի հատ սուբյեկտիվա։ Okay, այդ նշանակում է ունենք այսպես բազմություն, ստեղի անա, ու իր վրա այսինքն ֆունկցիան sense այս ուղղությամբ sense է եղել։ Okay, հիմա ամեն էլեմենտ ստեղ ինչ վիճակ է, էլի, ամեն I էլեմենտի համար, ինչ որ ստեղ մի հատ բան կա, sense կապսի կա, որ այդ էլեմենտին է արտապատկերվում։ Ամեն մի I-ի համար, ամեն մի էլեմենտի համար, մի հատիկ իր preimage-ից մի հատիկ ընտրում են։ Գիտենք, որ այս կղզիները դատարկ չեն, որտեղ սուբյեկտիվայի սահմանում է դա, որ կղզիները հակաիմիջները պիտի դատարկ չլինեն։ Էսի F inverse անա, այս էլ F inverse շտիխն է, որ է։ Okay, so ինչ ենք անում, are we using axiom of choice or by the axiom choice? There is a function function ինչ ֆունկցիա վերցնենք, որ լավ լինի, ընտրության մի հատ ֆունկցիա վերցնենք, անունը դնենք, չգիտեմ, C choice-ի համար, որը աշխատում է ինչ B-ի բազմությունների վրա, B-ի ենթաբազմությունների վրա, բացի դատարկ բազմությունից, բարձր դատարկ բազմությունից չեմ կարող ոչ մի բան ընտրեմ, okay, ու ինքը ինչ B-ի էլեմենտ է ընտրում, ինքը ասենք մի հատ որ ստեյջ բազմություն ես վերցնում, այս power set-ն է, սա B-ի բոլոր ենթաբազմությունների բազմությունն է, ինքը ամեն տենց բազմություն, մի հատ B շտրիխ, ինքը արտապատկերում է մի հատ էլեմենտի, որը B շտրիխի մեջից է։ Okay, հիմա ինչ ենք, ոնց ենք սարքում ինյեկցիան A-ից B, define F from A to B by geometry. Okay, as you remember, by inch on mapping x poker on mapping անում սկզբից իր նախապատկերին, ստանում ենք այս կղզին, ստեյից նայում ենք այս կղզին ու մեջից մի հատ կետ ենք ընտրում այս choice ֆունկցիայով։ Հա, հետո ցեն աշխատում գրում։ Այդքան բան։ Ու այս ցեն անհրաժեշտ է, որ այս ֆունկցիան կարողանաս սահմանես։ Ու այս ցեն ինձ աստու ծրված C-ը, մենք ոչ իրան սահմանում ենք, ոչ բան, ինքը ուղղակի աքսիոմատիկ ասում ենք, որ գոյություն ունի։ Այդ ընտրության աքսիոման, ես չգրեցի նույնիսկ ինչ ասում ընտրության աքսիոման, ինքը ընդհանրապես էս ասում, որ ունես լիքը ոչ դատարկ բազմություններ, ինքը այդ ոչ դատարկ բազմությունների վրա ֆունկցիա է սահմանում, որ բազմություն տալիս ես, ինքը հետ է թվում մի հատ էլեմենտ բազմությունից։ Այդքան չէ, բացի վերջավորից ոչ մի բանից չկա։ Այդ 0-ով ընտրելը պետք է գրես, չէ՞։ Դու մենակ վերջավոր բանը կարաս գրես։ Ես մեր բանը հենց որ ապացուցած է դա անվճարակալություն։ Հա։ Հենց այսինքն որ կարող է եթե բազմությունները միշտ սյուբյեկտիվի համակարգությունը նույն համակարգը բանը հա, որտեղ կարծեմ ընտրության աքսիոմը համարժեքա որ հա, համարժեք կանենք ապացուցենք, լավ խնդիր է։ Դու բացի լավ խնդիրներ եք։ Okay.
Տեսել sense բանը մենք ես վերջացնենք մի խոսքով այսինքն մի բազմությունը որ մյուսի մեջ ես գցում այդ ոնց որ փոքրության ունենա հա ասենք որ ան-ի մեջ ես դնում ինյեկցիվորեն այդպես տպավորությունն որ ան բեյս փոքր է բայց ուղղակի համարժեքա որ բեն հետ է գալիս որի ստացվում է այն դրանք համարժեք բաներ են բայց այս համարժեքությունը դուցան ասում պահանջում okay հիմա եկեք սահմանենք բանը ինչ բան է վերջավոր բազմություն ու ոնց որ հայտնի ասից կան շատ սահմանումներ ու նենց բարձ չի էլի որը պետք է ընդունես որպես բազովի սահմանում ֆունդամենտալ որոնք ապացուցեց որ համարժեք են իդեպ որ ես PhD-ից պաշտպանել էի նենց այդ պաշտպանության ընթրիքներ գնում էինք դեպի ռեստորան ու իմ կոմիտեից Թոնի Մարտինին շատ հայտնի մաթեմատիկոս է հարցնում ասում լսի բանը ստե դաս եմ տալիս բազմությունների տեսություն եմ դաս տալիս պետք է վերջավոր բազմություն սահմանը այս սահմանը մտամ չէ ինչու միայն սահմանում ասեցի մեկ էս ինձ ամ հետ ենք PhD-ին ձերից վեկարում եմ բարձում ասենք այն չէր ընդունված բարձ սահմանում ինքը ճիշտ է ասենք ես արժան չէի դրա համար բանը իսկական սահմանում է այնա ասենք հետ են գալի ոչխար հաշվելուն ասենք ինչ բազմություններն ես ասում վերջավոր այն որ կարես հաշվես ինչ որ վերջու թիվ ես ստանում 7 հաշվելը ինչ է ինչ բան է հաշվելը դա օբյեկտը կառուցելը թվերի միջև ու օբյեկտների ինչ որ հաշվում ես այդ փորձում էի 3 տարեկան աղջկան բացատրել չստացվեց բանը so the asset is called finite finite if it is in equinumerous to a natural number. We should also բնական թվերը where we think of n in n as the set ամեն բնական թիվ ինքը իրական ordinal number-ը, այդ չեմ փորանամ, բայց ամեն բնական թիվ ինքը իրանից ներկայացնում է իր նախորդ թվերի բազմությունը։ Այսինքն n-ը իրական հավասար է այս բազմությանը։ Okay, իրա համար եմ ասում, ու ստեղից պարզ է, չէ, ինչի բնական թվերի մեջ պիտի 0 դնես, որովհետև դու ուզում ես ասես, որ դատարկ բազմությունն է վերջավոր։ Իսկ դրա համար 0-ն է պետք։ Okay, որ այդ ոչխար չկա, դրա համար էլ չէ բար կա, որ չկա։ Հիմա այդ է։ Okay, հիմա այս սրա համար այս սրա հետ մեկտեղ տամ ուրիշ սահմանում մի հատ։ Set is called dedeking infinite. Մոռացա ասեմ, որ finite չի ասում ենք infinite ամի րոպե։ Otherwise, we say that it is infinite. Այսինքն անվերջության սահմանում ունենք, այդ ուղղակի նշանակում է վերջավոր չի, որ սկսեց ոչխար հաշվես, տեղ չես հասնում, այդ է։ Dedeking infinite-ը ուրիշ սահմանում է, ինքը ավելի գլոբալ սահմանում է, ինքը ասում է բազմությունը dedeking infinite-ը, եթե if it is equinumerous, with a proper subset with its proper subset. I think dedeking անվերջա, dedeking յան անվերջ նա եթե ինքը իր խիստ ենթաբազմության հետ բիեկցիայի մեջ է։ Այսինքն այս Hilbert թոթելը կարող անես քինց, չէ՞։ Axiom of choice of part. Otherwise we call it dedeking finite.
ասենք օրինակները ստեղ որ նայենք, այս սրանք մենք ինչ ենք ցույց տվել։ Մենք ցույց ենք տվել, որ բնական թվերը, ու ասենք 0.1 փակ ինտերվալը կամ ասենք կիսափակ ինտերվալը դեդեկին անվերջ են։ Okay, հիմա ուզում եմ մի հատ բան գրեմ, որ ուրիշ անուն էլ ունի, ուզում եմ տեսնեմ կարակ կրակ այդ ուրիշ անունը։ Position առանձին եմ ես մեկ ուզում գրեմ, մի հատ տեղ բաց թողեմ, որ իրա վերնագիրն է գրեմ, տակից եմ գրում, finances impact if n is in surjection with m, then n is bigger than or equal to m for all n m natural numbers. Pigeonhole principle. Hence that work out. I see pigeonhole principle. Yes, answer them at the Girakan workers Ուզում ասի, եթե կարած բիեկցիա սարքեց n-ից քո խիստ ենթավազնություն, սուրեկցիա սարքեց քո խիստ ենթավազնություն, այդ մասնավորապես ելնում ասենք բանը, լավ, ուրիշ ձև գրեմ էսի, որ լավ ստացվի, ասենք, մի խոսքով, եթե n-ից սուրեկցիա սարքեմ իրա խիստ ենթավազնություն, արդյոք գոյություն չունի ասում է։ Ասում որ եթե n-ից սուրեկցիա է n-ի վրա, ուրեմն m-ը առնվազն n-ը։ Այսինքն n-ից չես կարողանալու n-ի մեջ խիստ ինյեկցիա անես օրինակյանը։ Մենք հավասար կարողությունը դրանով չենք սահմանում, չենք իդեալում որպես մենք հավասար։ Օրդինալ թվերը որ սահմանվում են, դու իրականում մեծ կամ հավասար բանը վերցվում է այս պատկանելիության նշանը հիշում եք, զուտ էլեմենտ Այս մեկը էլեմենտա նրա ասենք n-ը փոքր կամ n-ը փոքր է m-ից նշանակում է n-ը այսի սահմանումն է n-ը m-ի էլեմենտ է m-ը բազմությունն է 0-ից մինչև m-1-ի ու փոքրը զուտ նշանակում է այս զուտ պայմանական նշանակում է այս դրա իսկ ես պետք է ապացուցի ինդուկցիա Ապրես հիմա ես դետել ասում եմ, կարանք ուրիշ ձև էսի գրենք, ես նույն բանն եմ ասում, եթե ասենք n-ը դնում ես, օքեյ, եթե հիմա ընդունում ես n-ը, ասենք թե m-ը ավելի փոքր է, որ m-ը խիստ փոքր լինի, էսի ինյեկցիա չի կարող լինի, որովհետև լավ, եկեք որ այսքան confuse եք, եկեք ես ուրիշ ձև էսի phrase անեմ, որ պաուզը լինի, ասենք if n injects into m, then n is inch, less than or equal to m, for all n m in n. Որ ինքը իրակից ենթավազնության հետ դիեկցիայի մեջ չի։ Բոլոր։ Հիմա այս նշանակում է, որ եթե դու pigeon-ներ ունես, բաներ ունես, աղունիկներ ունես, ու իրանց m ծագերի մեջ ես ուզում դնես, եթե կարացել ես բոլորին տեղավորես առանց իրար գլխի դնելու, ուրեմն հաստատ ծագերի քանակը ավելի շատ։ Այս նույն պրինցիպ։ Okay, էսի ապացուցում է ինդուկցիայով, okay, so proof, we do induction on m. Okay, ըստ m-ի ենք ինդուկցիա անում, ու ասենք suppose it's true. Դե 0-ի համար բարձ է, 0-ի համար որ էսի զուտ որ դատարկ լինի, ոչ մի ինյեկցիա չկարա դատարկի մեջ լինի, միակ դեպքը որ կարա բան ունի, ինյեկցիա գոյություն ունենա, այդ որ n-ն է լինի դատարկ, այսինքն n-ը լինի 0. So if m is empty 0, որը ըստ սահմանման հենց դատարկ բազմությունն է, then if n is not empty,
then there cannot be a function n to m. Thus, n must be empty. Empty in 0 none. Okay. So for the step for the step. Suppose the statement is true. For n and m and prove it for m plus 1. Այս չեմ ուզում լրիվ ապացույցի գրեմ, ուղղակի նկարեմ, ասենք այս n-ն է, հա։ Էսի n-ն է։ Այս էլ m-ն է։ Okay, այս ինչ է 0-ից m-1 is m, okay, այս էլ m plus 1։ Okay, հիմա ինչ-որ ֆունկցիա ունենք, f-ը բան է անում, ասենք արտապատկերած է ինյեկտիվորեն ստեղ։ Հիմա ես ուզում եմ լավ չստացվեց, ասենք կարող է սենց է, այս մեկը սենց է, այն մեկը նենց է, ես չգիտեմ ոնց է արած, բայց մի ձև արած է։ Okay, ես էլ f-ն է։ Հիմա ոնց անենք, որ ինդուկցիա օգտագործենք, ինչ անենք։ Просто f-ն-ի բազմությունը m-ից հանենք, տակը մի էլեմենտ մնալով ասում նախորդ ասացի, տակի մնացած էլեմենտն է m plus 1-ի մեջ հանենք։ Բայց ինչ գիտես տակը ինչ-որ էլեմենտ մնալու է։ N-ից փոքր չէ։ Չէ, ուզում եք այդ ապացուցենք, որ N-ից փոքր է, այդ մեր գոլն է կյանքի, որ այդ ցույց տաս։ How is not the person either? Նայեք, ասենք, եթե այս արտապատկերումը այս բանը, այս էլեմենտը չօգտագործեր, չէ, ինքը լիներ իրականում ֆունկցիա n-ից 0-ից m-1-ը։ Եթե այսքան ֆունկցիա լիներ, ինդուկցիան կաշխատեր, չէ՞ արդեն։ Ինդուկցիան կաշխատեր ու կասեր, որ այս n-ը պետք է m-1-ից մեծ կամ հավասար լինի։ Սպասի, ինչն ենք ուզում ապացուցենք ես արդեն։ Հա, չէ, n-ը պետք է m-ից փոքր կամ հավասար լիներ։ Այդ կասեր արդեն ու կպրծնեին։ Իսկ հիմա կարող է, բայց կարող է այստեղ էլեմենտ կա։ Ասենք, if m does not belong to f of n, I see left f of sense grammar 0-ից m-1, then f is a function from n to m, just m, or իրանց ներկայացնում հիշեցնում եմ 0-ից m-1, so by induction n is less than or equal to n. Okay. Otherwise այս պատկերն ենք ունենում, ասենք ինչ որ ձախից աջ ստեղ մի հատ էլեմենտ i գալիս է ստեղ m-ին, հա? Ու ասենք մենք ուզում ենք այդ հանենք։ Հիմա ստեղ գիտենք որ n-1-ն էլ է ինչ որ մեկին գնում, չգիտեմ ում է գնում, ասենք ինչ որ j-ի է գնում։ Ընդհանրապես այս երկու սլակները swap կանեմ իրար հետ կփոխեմ, okay, sense կսարքեմ։ Այսինքն ես կունենամ, so we change the function f, change the function f so that f of n-1 is equal to m, so that f of n-1 is equal to m. Այս change-ն էլ ստեմ դրել, ուսում հասկացանք ինչ եմ անում, եթե վերջին էլեմենտը ինչ որ ուրիշ տեղ է գնում, states ուրիշ տեղ գնում է վերջին էլեմենտին, ուղղակի փորձում ենք այդ քլակները։ Okay, այսինքն without also generality sense կարանք համարենք, but then f սահմանափակած 0-ից m-2 ինքը ինյեկցիա m-1, կներեք m 0-ից 0-1 m-1, so by induction S քանը ինչ բազմությունն է, էսի m-1-ն է, so by induction n-1 is less than or equal to m, hence n is less than or equal to m plus 1.
Այսի ոնց որ շատ ինտուիտիվ ու բան, ասենք առանձնապես բան չկա, բայց մի անգամ արժի այս ապացույցը լրիվ ֆորմալ մի անգամ անել։ Հա, ինդուկցիան էմի վրա։ Կարանք n-1-ի համար, չէ, n-1-ը ստե կապ չունեն։ Համարական էմի համար։ Ասում եմ m-ի համար ճիշտ է, ուզում եմ ցույց տամ, որ n+1-ի համար է ճիշտ։ M-ի համար ենթադրել էինք։ Ճիշտ է։ M-ի համար ճիշտ է ցանկացած n-ի դեպքում։ Okay, այս ապացույցից հարցեր կան։ Ու ընդհանրապես, ես էլ ձեզ տնային, ասենք, homework theorem. The following are equivalent for set A, the following are equivalent. Make A is infinite. A is infinite. Բնական թվերը A-ի մեջ մտնում են ու 4 տեսը արդեն ապացուցել ենք A-ը սուրեկվում է բնական թվերի վրա։ Այս երկուսը արդեն ապացուցել ենք, որ իրար համարժեք են, ապացուցել ենք, ես այս շղթումներից լավ չեմ, չգիտեմ, ինչ-որ մի բան ստե ապացուցել ենք։ It's a plans asking for action choice of current opposite to the bottom height opposite. Make it a Spasi, մենք ցույց տվենք, որ finite-ից finite է հետևում, այսինքն մենք ցույց ենք տվել երկուսից հետևում է երկուսից մեկը արել են Շղթումները 1-ից 2-ն են կարել, մնում 2-ից 1-ն են կարել, okay, մնում է 1-ից 2-ը ապացուցես, որ եթե ինքը ինֆինիտ է, ապա ինքը դեդեպինք ինֆինիտ է։ Հա, հա, okay, պետք է միտար հանես, պետք է բնական պետք է Հիլբերտ հոթել սարքես մեջը, այսինքն իրական պետք է 1-ից 3 ապացուցես սկզբից, հետո նոր կարողանաս, որ ես անես։ Բայց քյասարել կարա ապացուցի, okay, սա եկեք ասենք հաշվելիատ էլեմենտ են ակսիոմ choice-ով վերցնելու ու դրանից հետո սա նույնպես ապացուցելու է պրինցիպի։ Հա, այս n-ին կպնելու է, դեդեկինտին կպնելու է ուզում եմ գրեմ որտեղ ենք ակսիոմ choice-ով օգտագործում էլի 2 implies 1 արդեն արել ենք and this is just pigeonhole principle pigeonhole principle, but give a direct proof at home. Ասեմ ինչն է լավը direct proof, okay, այս չեմ գրում, այս բաթը չեմ գրում, այդ հետո կերևա, երկուսից մեկը, երկուսից 1-ից 3-ը կարանք ապացուցենք, 1-ից 3-ը by axiom of choice, axiom of choice. Or I see do it at home. I see told them or do plan get axiom of choice. Okay, so let's see make it direct հետո ինչ ենք անում 3-ից 4-ը արդեն ապացուցել ենք 3 հավասար 4-ին ստել axiom of choice արդեն ապացուցել ենք already done. Nas choices są Ugam choices. 2-ից 2-ը 3-ից 2-ը դե հեշտ է Հիլբերտ հոթելն է 3-ից 2 Աստեղ գրում եմ Հիլբերտ հոթել Չէ ինչ-որ մի բան պակաս Սիգլը պարկում անդեղ համարվեկցում է, չերես 3-ից 4-ը սկզբից արածը արդեն գրել եմ, already դա, մորացել, 4-ը մորացել Ընդեր ցիկլա փակում, այդ ինչն եմ ուզում տնային դա, որը ինձ թվում է լավ արժություն է
prove directly that 2 implies 3. Տրված է որ դեդեկինտ ինֆինիտ է, այսինքն ամբողջ բազմությունը իր ենթաբազմության համապարած, առանց axiom of choice-ի կառուցի էսի. Prove directly without axiom of choice. Ինչ մտածեք, ինքը իրականում դժվար չի, բայց ուղղակի ինչ բանը տենասի։ Ամայական ենթաբազմություն, թե Չէ, մի հատ գոյություն ունի ենթաբազմություն, որի հետ ինքը ֆիքսայի մեջ է։ Հա, բարձրացին դատարկ ենթաբազմությունը վերցնեմ, հաստատալը։ Okay, էսի սենց ես մի հատ հասկացանք բանը հիմա դուք իզնից ավել եք, քան ես երբ որ PhD-ին պաշտպանում էի, էսի հասկացանք հիմա բանը քննարկենք հաշվելի անհաշվելի։ Set is called countable. Arsenal first of all, since I'm important, getting հավասարազոր հայրենիքոր ենթաբազմությունը, դա ասում է ենթաբազմությունը հավասարազոր են շոյդա ենթաբազմությունը։ Հա, առանց axiom of choice-ի կարաս դե ասած։ Հա, այդտեղ շարունակում է։ Այդտեղ շարունակում օգտագործել։ Մեծ օգտագործողների ժամանակ հենց ասում են եկեք սկզբից մի հատ էլեմենտ։ Էդի axiom of choice-ը եթե դուք մի էլեմենտ եք վերցնում, էդի նորմ, այդ էդի զուտ ասենք գոյությունը։ Էդի ապացուցիչ։ Մի էլեմենտ վերցնելը նորմալ է, որտեղ դու ասենք որ ֆորմուլա ես դու լոգիչեսկի, էդի մի էլեմենտ վերցնելը հնարավորություն դու ուղղակի գրում ես գոյություն մի x, որ բլա 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 բլա։ Այս x-ը արդեն կարաս ուստեղ օգտագործես։ Քանի ատես գրես, դրա համար եմ ասում, վերջավոր կարաս գրես գոյություն x1, գոյություն x2, բայց անվերջատ որ գրես անվերջ երկարության ֆորմուլա չկա, մեր ապացույցները ու հոդվածները փառք Աստծո վրա վերջավոր են։ Վերցնում ցանկացած իր համար ուստեղ նկարագրեմ։ Դեպի վերցնենք իր նախապատկերի դրսյակը, ընդեր կատար, որտեղ էդի կատարը չի 100% ու ֆիքսի է տառը։ Հա, ֆիքսի, տերն։ Հետո հիմա մյուսի նայի համար ես գտա Չէ, ամենի համար չգիտեմ, դուք մի հատի համար ասեցին։ ամայական այն համար Միակային համար դու ինձ ասեցի, ես մի տարբեր, բայց դու ֆունկցիա չես սահմանում։ Ես ուզում եմ ֆունկցիան դա բազմություն է, չէ՞, ֆունկցիան ասենք սլաքների բազմություն է։ Ես ուզում եմ դու սահմանես սլաքների բազմությունը։ Հա, դες ստանում ես 7 հատ խոսքի։ Ընթերացրով 3 հատ ասեցի։ Principi բայց իր ասած է, որ կամայական n-ի համար քանի որ ֆիքսում ենք, կամայական n-ի համար finite հավնելու այդ օպերացիան։ Ու այդտեղ տեսականորեն axiom of choice չկա։ Չէ, ոնց finite հավնելու։ Հիմա եկեք էլի հետ գանք այս պատկերին։ Եկեք եկեք այս Չէ, մի րոպե, այս դուք այս խնդին ինչ է, մի րոպե, մեր մոտ miscommunication, դուք ես եք ասում։ Էսի պետք է axiom of choice գրել եմ ու ճիշտ եմ ասել։ Արդյունք եկեք որ վերջավորի համար եթե անդադար չի ուրեմն իրենց կարելի է տարբերել այդ axiom of choice չի բաղանում։ Հա, որովհետև ինչ բան է գրել ապացուցել ինչ որ պնդումները վերջավոր են, չէ՞, վերջավոր բաներ են։ Okay, այսինքն դու որ ուզում ես գրես, դու գրում ես ընդհանրեն ինչ որ վերջավոր հատ գոյությունի նշան։ Sense, վերջավոր հատ, ասենք վերջավոր պնդում ես մի հատ գրում։ Ու այդ քո ապացույցի մեջ հայտնվում այդ պնդումը որպես դուրս բերած axiom։ Ասենք ես հասկանում եմ որ դու եթե տենց համակարգեր կան, լոգիկաներ կան, որ թույլ են տալիս անվերջ ֆորմուլաներ, ուղղակի կյանքին չեն մտնում համակարգերը, որտեղ մեր մոտ ոնց որ ասեցին, հոդվածները վերջավոր են։ Մեր մոտ պրինցիպային առանցալություն, ուղղակի ինչ որ բան որ մեր տեղն է գործանում։ Հա, որ մեր ձեր տեղը ինչ որ մեկը գնում է, այդ անվերջատ բոլոր ընտրությունները անում են, կոնտինուում հատ եւ այլն։ Այդ ոնց որ ընտրությունները արված են, որպեսզի սահմանես ֆունկցիա, դու չես կարող ասես, այս մեկ ընտրեցի, այս երկրորդ ընտրեցի, ինչ անեմ, բազմակետ չկա տենց օպերացիա հասկանում եք։ Այն որ բանը տենց բազմակետներ ես հոդվածի ստիլը կգրեի, կասեի դե դա բան ասել, Riemann hypothesis, հա, ուսեն շարունակ։
Վաշը մաթեմի կատակները ասենք տափակ են, բայց ես մեկ էի տափակը, բայց սինում եմ ես միատ անալիտիկս թվեր տեսան մասնագետը մերումա գնում ասում ոտ սասկացասմա որդիս ինչ հարցեր ունես, աշնության թեմ պիտի իմանաք, որ Riemann hypothesis-ը գիտեք, ինքը ասում է, որ ինչ-որ ֆունկցիայի զրոները ինչ-որ մի հատ բազմության այս գծի վրա են, մի հատ Okay, as wedi dranov բանն obsessed-ն analytic number theories-ները։ Դա ամենական analytic number theories-ները ասում մոտ, ասած մա որդիս ինչ հարցեր ունես, ասում դե ասած։ Riemann hypothesis-ը, Riemann hypothesis-ը ճիշտ է, թե ճիշտ չի։ Ասում է, ճիշտ է, ասում ճիշտ է, ասում ոնց։ Ինչ ոք է զրոները, ասում է, որ տերում է։ Այդ սերիայից է։ Said set A is called countable. If A is equinumerous with natural numbers or A is finite. It's an answer also for child. Իմ սովորածով սրան ասում են անվերջ հաշվելի, իսկ հաշվելին ընդհանրապես նշանակում է ոչխարներ էլի, ամեն բեկը ոչխար, ասենք որ այդ բառի իմաստն ունեն, չես կարա վերջավոր, ասենք 7 հատ ոչխարն չես կարա ասես անհաշվելի բազմություն։ Okay, այսի sense, հիմա այս սրա համարել բաներ գծենք, դետանային կտամ, position, ստեղ էլ ափսիմակ choice-եր կան, որոշ տեղերը ափսիմակ choice-եր կան, որտեղ որոշ տեղեր չկան, for a set A, the following are equivalent. He is countable. As countable as something given. Asek, ինչ կասեք։ Անհամազորային։ Ու definition չի, ամրակում definition չի, չէ, անկարը finite է լինի։ Finite ինչ նշանակում, որ ինքը համազորա ինչ-որ բնական թվի։ Ակ ինյեկցիա տալիս է, կա՞։ Կարաս n-ի մեջ գցես, չէ։ Ասենք, մեկից երկուսը պարզ է, որտեղ եթե անհամազորա բնական թվին արդեն գցած է, անհամազորայինն արդեն գցած է։ Բաննա հետ գալես կոմ ու ինքը ափսիմաչույց չի օգտագործում, ձերով սարքում ես այդ մուցան։ Ասենք, եթե անգցածը բնական թվերի մեջ խի այնքա հաշվելի։ Դե, ենթադրում ես վերջավոր չի, ասենք թե վերջավոր չի, ենթադրում ես վերջավոր չի։ Մենք հաշվելի ոնց ենք սա։ Այդ հետադարձը դերսես սուբյեկտիվ ստանաց։ Հա, տենց էլ ենք, էդ էլ աղամարժեր, բայց ես ապացույցն էի ասում սրանց։ Աստե արդեն կա ասեմ, որ չես։ Ստեղ կա, ստեղ էդ հին ապացուցածն է, ու ստեղ կա, դա countable choice, հա։ Proof from 1 to 2 is trivial. I see. Again, 2 to 3 արդեն ապացուցել ենք, սա ապացուցած է, already done. Հիշեցնում եմ uses AC, անցից եմ, չգիտեմ ինչի AC են ասում, air conditioning. Okay, մեկից երկու, չէ, երկուսից մեկը ոնց ենք ապացուցում։ Կարանք ենթադրենք n-ի ենթաբազմությունն է, չէ, որտեղ ինյեկցիա գցած է, without loss of generality, without loss generality, assume
Համաշխարհի բազմության կամարտը ենթաբազմության կամարտաշինորի կամարտաշինորի։ Այդ են կապացուցում։ Այ հենց հիմա այդ են կապը։ Առանց բանի ինքնության արի։ Առանց ինքնության ռեակցիոն։ Ամեն անգամ յունիան եթե անեմ, չգիտեք վերջը ամեն ամենակուքրը անեմ, Ստերեոհայտի։ անեմ։ Տենց Ակսիմով choice չկա, որովհետև ասում ես ամենափոքր։ Դու ասում ես որն է։ Դու սահմանում ես այդ։ Լինիա Well ordered է դրա համար, որտեղ բնական։ Հարտը չի իշքան ընտրելն է, դու հստակ ասում ես իմաստուն Ասում ես, ասենք Պողոսին, սեցի տար Պողոսին, ասենք դու կոնկրետ սահմանում ես այդ որ բանը։ Okay, ասենք էդի ինչով ոնց ենք սահմանում ռեկուրսիվ, չէ, ռեկուրսիվ սահմանում է ձեր ֆունկցիա։ Ասենք դու ասում ես մինչև ստե սահմանել եմ, չէ, ռեկուրսի համար ակսիոմը չուտ պետք չի։ Ավելի լավ ասենք ռեկուրսիայի համար, որտեղ չես ասում, որ ինչ-որ մի հատ էլեմենտ գոյություն ունի, ինչ-որ մի հատ էլեմենտի գոյություն ունենալը ռեկուրսի, դա հենց ակսիոմ choice-ը։ Չէ, Բայց հստակ է, ասում ենք որ էլեմենտն է, ռեկուրսիվ նշանակում է դու մենակ օգտագործում ես ֆունկցիաներ, որպեսզի ուրիշ ֆունկցիա սահմանես։ Այդ որ ասում ես մի հատը վեկա, չեմ իմանում որ է, դա ֆունկցիա չի։ okay. We define a function recursively. I suppose Դες չեմ հասկանում, որ ամենափոքրը վերցնելու համար ավելի շատ գործողություն է անում, քան գործողությունը ինչ կա, ես չեմ ասում, հաշվողական գործը կոմպյուտերին չենք ասում։ Բան complexity մասին չի խոսք, ասում ամենափոքրը վերցնելու համար, հա, գործողության խնդիր չի, հստակության խնդիր է։ Ասենք մեկը որ դու ասում ես դե մեկը վերցրու։ Ասենք էդի բան չի։ Հիմա ասենք ակսիոմով choice-ը համարժեքա, չգիտեմ, ֆորմուլ լեմային, ուրիշ լիքը զհաներին, որոնք բացում են ինտուիցիվ, կամ թերմելոյի ակսիոմին, դե իրական եթե ակսիոմով choice-ին հավատում ես, տենց սրբորեն, նույն ձևի, ուրեմն պետք է իրական թվերը կարողանաս համարժեք են դրան, դա համարժեք չեն, այս այն ինչ որ ասում եմ ավելի թույլ է։ Իրական թվերը բանն է, ինձ դուր, օֆիցիալ, well order ոնց են նա։ Minimum նա, բայց դրան ոնց են ասում, տերմինը ոնց է։ ամեն շեյքա ոնց ունի բանը Կարգ, well order։ Լավ կարգի հարաբերությունը սահմանում ես։ Հա, այսինքն իրական թվերը գիտես, վրան սահմանի քո այդ գրառումներով, այդ որ 7-10 ես բանման, դրանցով սահմանի կարգին կարգ, որ ցանկացած ոչ դատարկ ենթաբազմություն ունենա մինիմում էլեմենտ։ Այստեղ մի շեյ իրական թվերի կոնտինուում է, ռեկուրսիվ կառուցենք չենք գործում։ Ինտերնետի ակսիոմ չէ։ Հա, այսինքն դու պնդում ես, որ մենակ countable-ների համար ես ասում, որ ակսիոմը choice-ը պետք է հետևել։ Հա, okay, ասենք թե լավ ռացիոնալների համար սահմանի։ Հա, ռացիոնալների համար կարես սահմանի, չէ՞։ Հա, որտեղ արդեն ապացուցել ես, որ հաշվելի է, բայց ոնց որ այդ ապացույց դու արդեն ապացուցել ես, որ հաշվելի է, հասկանում ես։ Չէ, որտեղ ես սահմանում եմ ինձ, որ քեզ թույլ է տալիս ձեռով ապացուցել։ Կարող ակսիոմով choice-ը դրանց դեռ մաքրո ասեք ոնց է։ Հա, որ տրված է բազմություն, ոչ դատարկ բազմությունների բազմություն, ասենք C-ը, ասենք ավտոյա, մեջը լիքը ոչ դատարկ տոպրակներ են խանութից։ Հիմա գոյությունի ֆունկցիա, որին որ տոպրակը տաս, ինքը մեջից հանում է քեզ մի հատ բան, ապրանք։ Հենց դեպքում կամ հաճելա տենց է ոք։ Տոպրակների ապրանքների, բայց տենց է։ Համայնական անվաճ բարությունից հնարավոր է ընտրել էլեմենտ։ Չէ։ Կամերական բազմություն ցայելի որ հնարավոր է։ Ինքը անվերջով դատարկ չի, դատարկ չի կարող էլեմենտ։ Եթե մենք անվերջ հատ որ դատարկ բազմություններ Ես ասում եմ կամայական բազմությունների բազմությունից մերսի շատ կամայական բազմությունների բազմությունից դրա համար ակտոյով ասեցի տոպրակներով բազմությունների բազմության համար գոյությունի ֆունկցիա այդ ասում կարաս ընտրես մարաս ընտրես չկա գոյությունի ֆունկցիա այդ որի դոմեյնը այդ բազմությունների բազմությունն է ավտոնոմ դա որոշված ու որ իրան մեջի էլեմենտ է տալի, այսպես բազմություն է տալիս, տոպրակ։ Ինքը այդ տոպրակի մեջից էլեմենտ է պատասխանում։
Հա, կարող սահմանում, եթե տոպրակները, բոլոր տոպրակների մեջ նույն էլեմենտից կա, սահի մեջ խնձոր կա։ Եթե ինքը խնձորն ընտրեց, դա հա։ Բայց որ ասում ենք բազմությունների Չէ, ես չեմ ասում բազմությունների կլաս, ես ասում եմ բազմությունների բազմություն։ Չեմ ասում բոլոր բազմությունների բազմությունը։ Այդ է։ Հա, ես չեմ ասում բոլոր բազմությունների բազմություն, չէ, ասում չգիտեմ, բազմություն եմ վերցնում, որի մեջ բազմություններ են, ասենք իրական ասենք վերցրու օրինակի համար, որ վերցնես n-ը, ասենք power set of n, ասենք sense։ Այս չեղա բազմությունների բազմություն։ Կամ ավելի մի հատիկով թեկուս, այսօրվա։ Բնական թվերի բազմություն, ենթաբազմությունների բազմությունը չէ, խնդիր չէ։ Բազմությունը վերածելու ասել որ դա բազմությունների բազմությունն է, просто էլեմենտարի։ Օրինակ, բայց դրա համար absolute choice պետք չի։ Որ ազդեցությունների բաղադրությունը դրա համար չեն ասում, որ հավասարազորությունը դա համակարգության առավելություն չի։ Հավասարազորությունը համակարգության Որտեղ, բայց հա, բայց ճիշտ է, որտեղ սա։ Ինքը կլաս հարաբերություն է, դրան ասում են class relation։ Ինքը ասենք դու Ունտեղ ֆորմուլա է, բայց ինքը բազմություն չի։ Ինքը իրանով բազմություն չի, դրա համար չենք ասում ասենք հարաբերություն։ Okay, ինչ ենք անում։ Okay, լավ, այս դրա համար we define it recursively, i-ից n-ից, ասենք n-ից բան ենք սահմանում, suppose a is not finite, a is infinite, and we build f and it's as follows, recursively as follows. As follows. Ենթադրի ասենք թե ինչ որ բնական թվերի համար արդեն իր նախորդների վրա f-ը սահմանած է, կարող է տենց ոչ սահմանած չի 0-ի համար նախորդ չկա, չէ՞։ Suppose f restricted to let n be in n, and suppose f restricted to n, որ իրանից ներկայացնում է ինչ, որ իրանից ներկայացնում է 0-ից n-1, չէ՞, is already defined. Defined. Okay, so orientadում ենք, որ ասենք 0-ից n-1 սաղի համար սահմանել ենք f-ը, f-ը սահմանած է, ինքը ասենք սենց վերև է գնում է, կարող է, այս է անա, այս անա, այս էլ սահմանել ենք արդեն այս f-ն է, ու այս n-1-ը կարա դատարկ են, չէ, որ ասենք n-ը վերցնես 0, այս դատարկ բազմություն է ստացվել, դետաղ դու ոչի բան մոտուր չես ենթադրում, and define f at n, n-ի վրա ենք հիմա սահմանում, as follows, it's the least element in A minus of f0, f1, f n minus 1. Այս իմաստը չեմ հասկանում, որ եթե լիստը փոխենք n-ով խաստը չեմ։ Որտեղ էդի սահմանում չի։ Ֆունկցիայի սահմանում չի։ Որ ասենք ոնց ասեմ, որ ֆորմալ գրես, սուտ ֆորմալ ասենք, մաթեմատիկայի ֆորմալիզմով որ գրես, տենց n-ի բառ չկա։ N-ի բառ չկա, ասենք դու ասում ես կա for all, բոլոր x-երի համար ինչ-որ բան, ասենք Են ասում ոնց էր ասում ինչ ոչխար տեսնես մտի, որ ոչխարը տեսնես մորթի, են էլ սա ոչխարներն մորթում ասում ես Okay, AC sense, վերջ, սրանով ասենք it's easy to check that this is a bijection, so this is Least element ընտրել ասում ենք որ Չեմ ընտրել, least element-ը չես ընտրել, least element-ը ինքը սահմանած է Իրենք որ կա պրոսեսը Չէ, բնական թվերը, արդեն ավելի գրեմ սահմանությունը, բնական թվերը սահմանվում են աքսիոմատիկ ձևով, էլի, ու իրանց վրա այս order-ը, այս,
ինքը բանը well order, այսինքն ամեն ենթաբազմություն։ Ակսիոմը, որով գիտենք, որ list element-ը կա, այդ well order-ի գոյությունն է։ Հա, այդ բնական ծերի բազմության գոյությունն է։ Այդ ինքը առանձին աքսիոմ է, ոչ թե ինֆինիտի աքսիոմ, ինքը ZF-ի մեջ է, հա։ Любой բան չէ, հստակ չգիտենք քիա, դա ZF-ի աքսիոմ։ Հա, մոտավորապես է։ Ասենք union-ն էլ աքսիոմ, որ գոյություն ունի, ասենք միավորում, որ գոյություն ունի, բանը, գոյություն ունի, նույնիսկ էս, որ գոյություն ունի, որ մեկը մի բանի մեջ կարելի է մտցնել, ասենք parallel pairing, իսկոս մա pairing աքսիոմ, որ ունես երկու բազմություն, AB, գոյություն ունի բազմություն, որը այսպես է։ Էս էլ առանձին աքսիոմ ու մնացածից չի հետևում։ Mas vamos ver para o mês Ասենք այս հարցերը ցենց ասեմ, այս հարցերը ահավոր նեղով են ու դոլարի ոնց են ասենք բան լոկոտ են քանի դեռ նորմալ բազմությունների տեսություն չես անում ասենք այն մենք հիմա խոսում ենք naive set theory այս խոսակցությունը naive set theory դրա պատճառով է որ մաթեմը ինչ-որ բայ տնվել էր բանի առաջ Russell-ի պարադոքսի առաջ այսինքն խոսակցությունները վերել էին պարադոքսային բաների թեմաների ինչև ասենք Fermat set theory-ները նստել նորմալ սարքել են հիմա ես ոնց զգում եմ հաջորդ տարի բազմությունների տեսություն եմ կարդում հա ասենք ես հաճույքով այլ հաճույքով այդ դասը կտամ ու ասենք ես եք սովորեմ ձեր հետ լավ կլինի բայց ինքը ասենք տենց ատեմ որ ֆորմալիզմը անցնում ես ոչ մի տենց հարց չի ասում որ մատ լոգիկա հասկանում ես սովորում ես տենց հարցերը լրիվ լուծվում են ու լրիվ մաքուր ձևով էլեգանտ որ տեսնեմ ու ասեմ տենց բան բաց աքսիոմներ չի մնում ու unsatisfactory անբավարարվածություններ չի դե հիմա ասեմ Աշը բանը չան, ծերմելով այդ աքսիոմները միացնում են բանը աքսիոմալ choice-ի բացասում։ Հա, ու այսինքն տես մոդելներ կան, ու այդ մոդելներում հաշվելի բազմությունների հաշվելի միավորումը հաշվելի չի։ Okay, չէ, օրինակ կա, որ հաշվելի չի, ապացուցվում է այդ մոդելի մեջ, որ այսինքն մի հատ կոնկրետ օրինակա ոչ թե։ Այդ մոդելի մեջ կա կոնկրետ օրինակ հաշվելի բազմությունների, գիտես abstract, գիտես ամեն մեկը հաշվելի է, բայց իրանց համար ֆունկցիա չունես, որ ցույց տալի որ հաշվելի է, ֆունկցիան պետք է ընտրես։ Իրանց կագործել եք դրա Չէ, այդ մոդելի մեջ ցույցատարկվում, որ ապացուցվում է այդ մոդելի համար, որ գոյություն չունի, հաշվելի չի։ Բայց ինչը որ Չեմ ասում, դե օմեգա մեջ, օմեգա ուրիշ բան։ Հա, կարծեմ այդ մոդելի մեջ օմեգա 1 աստած։ Բան էլի, ալեֆ 1, առաջին։ Okay. Հա։ Մենք ունենք այդ pairing աքսիոմից գանք որ 3 Հա, pairing աքսիոմից կարաս 3-7 կարաս։ Հա։ Pairing աքսիոմով Բայց կամայական չես կարաս տանից։ Պնդումը որ կամայական n-ի համար օմեգա 2 այն կարաս էլի պնդում չի, որտեղ ինչ է դնում կամայական n-ի համար նայ գրեմ որ զգաս ինչի հնարավոր է չի նույնիսկ արտահայտել։ Ինչ ես գրում կամայական n-ի համար ինչ կամայական A1, կամայական A2, եթե վերջացնել։ Ամենասմա վերջացնեմ ձեն համեք, ես էլ գրում եմ։ Հետո էսեն ով է։ Ինչ-որ կամայական է, տարը, ջոք մեկ սինտակտիկ ինքը տարը, որ ձեր parser-ը որ կարդում է, իրեն ասում է հա, տարը, այս ASCII-ով սիմվոլ է։ Հասկացաք ինչն է բանը։ Կա բանը միտ ու պատկեր, չէ, ինքը ուղղակի պատկեր է, JPEG է։ Սեմանտիկան չկա, սեմանտիկան չես կարա n-ի սեմանտիկայով ստե բան գնես։ Ացել կարելի է։ Հա։ Հաջորդական ֆունկցիայի բնական ծրես։ Բնական ծրերի դրես։ Այսինքն դա արդեն ավելի շնորհ է։ Անդ ավելի շնորհ, որտեղ դու ասում ես ֆունկցիա։
Հա, էլի բաճի։ Ես մի անգամ ես իմ անցյալ կյանքում ծրագրավորում եմ աշխատել, մի անգամ բառ եմ գնացել, ասենք ինձ այդ բառից հետո հանին հենց մեր երեխեքը, որտեղ այս թեմաներն էին խոսում, բայց շահին կար ասում աղբեր գնում եմ, այս կինեն ընտրում եմ, հետո այս կինեն ընտրում եմ։ Ասենք այդ բառից բոլորի մոտ էլ այդ բանը առաջանում է, որ հա որ sense ալգորիթմիկ մտածես, շարունակես այս ձևերով, այս տեմպերով, ֆունկցիան կսահմանես, բայց այդ շարունակել այս տեմպերով չի սարագրես։ Okay, ինչ էինք անում։ Այս countable-ը արեցինք լավ, հիմա որ բազմություններն են countable, եկեք օրինակներով գրենք։ Okay, the բարձրային countable-ը, n քառակուսին countable-ը, այս արդեն այն օրը խոսացինք, չէ՞, սրա մասին, ասենք այս անվերջ մատրիցից վերցնում ու sense worth-ես նկարում, ասենք s, հետո s, հետո s, ու ստեղծել 0, 1, 2, 3 ու sense հետո գնում ես, այսի համար 0 թիվն է, այսի համար 1, 2, 3, այսի չեստը չկա մարդ։ Sense կարմիրով նշեմ 0, 1, 2, 3, 4, 5 սե մարդիկ նիսա վերս 7, 8 9 և այլն Բայց մի երկուսի արան կետ չկար Հա, չկար, բայց տես թիվել չեմ կդեմ Այսի չեմ կարնալու Չվեց չի Սպասեք է Okay. Սրա ֆորմուլան հիշում, ինչ-որ մեկը պինի հաշվել, մինուսը կեսերի արան տեսում Նամակը բերից Ահա, այսի ինչ է, N-ը գնում է, բայց ոնց ենք եք ստանում այդ ֆորմուլան, եկեք ստանանք Սումեն անկյունագծից վրա քանի հոգի է Դեսիկան գրենք երկուսի են անգամ երկու Հետո ուրիշ ֆունկցիա է Ստեղ ինչ է կատարվում, ամեն անկյունագծի վրա այն հատ էլեմենտ կա, չէ՞։ Մինուս մեկով կդզենք, էլի, երևոր ինդեքսացիան կմեկի Այսինքն նշանակում ինչով այն անգամ այն մինուս մեկ կեսը Այս մարդը, որ անկյունում, համար որ անկյունագծի վրա է, այս NM-ը մի հատ NM-ը ստեի էլեմենտ է, N քառակուսու էլեմենտ է, NM Հիմա ես ասում եմ NM-ը հարցը ասում եմ որ անկյունագծի, համար որ անկյունագծի, ես է անկյունագծի համարներն են, համար որ անկյունագծի վրա է NM-ը M plus n անգամ M plus n plus 1 կես լրի ֆորմուլան եք ասում Չէ, գումարած են Հիմա խոսքի 7-1-ը որ անկյունագծի վրա է կամ 1-7-1-7-ը որ անկյունագծի վրա է Հակառակ համասան դրանից փոխենք n-ը Հա, լավ, հակառակը ասենք Հակառակի վրա թիվը բաժանում ենք Գտնում ենք այն որ այն անգամ այն մյուս մեկ կեսի ամբողջ մասը լինի Հա, մի բջի, ոնց որ ճիշտ եք ասում, ինչ ասեցիք, մենք ոնց Էսի լրի ֆորմուլան Մնդելի մասնակունակից հանդրում պլյուս Այսինքն, էսի ասում է, որ երորդ անկյունագծի, այսինքն, ստեղի գտնվող թիվը, NM թիվը, որն է NM, ասենք էսի, NM թիվը գտնվում է N plus M երորդ անկյունագծի վրա, ուրեմն N plus M մինուս 1 անկյունագծի վրա, ինդեքսացիան եթե զրուցես, հա, պլուս մինուս 1 անկյունագծի վրա, հա, ու մինչև այդ գումարն ես հաշվում ու հետո շիֆտն ես գումարում, շիֆտն էլ ես կա ներքևից թե որ M-ել անենք, կախված ոնց ենք ուզում համարական է, թեորելի խնդիր չկա Մի բան ասեմ, ուրեմն ես մի անգամ, չգիտեմ, Pan Armenian բանը ծրագրավորման օլիմպիադար, ես ահավոր եմ օլիմպիադան ռեցել, ես զիվի
ասենք ինձ տոնել Ռաֆիկը բռնել իր փողոցից տարել էր օլիմպիադայի, բա չեմ չափազանցնում, ոչ պարաբեր, ոչ բան, գնացի երկու խնդիր եմ լուծել 3 խնդրից, խնդիրներից երկրորդը այս տուֆտո բանն է, որ ասենք կառուցեք ինչ-որ դիրեկցիա հաշվող ծրագիր, որ ասենք 2 հատ թիվ տաս, ինքը դրա համարը ասի։ Ես էլ կոնսեպտուալ ծրագիր էի գրել։ Դրա պատճառով դրա ամենը երկրորդ տեղն է եկա բանից։ That is countable. Ինչի էդի պետք է շուտ անեի։ 0, 1, 2, 1, մինուս 1, 2, 3, okay. Z, okay, այս էլ արեցինք, Q is countable, Q is countable, because ինչա, N cross Z-ը, կամ Z cross N-ը, հա, Z cross N պասը, սուրեկվում է Q-ի վրա, ոնց, ասենք N M-ը, ուղարկում ես, կոտորակն է, N over M-ի վրա, կոտորակը դա էկվիվալենտության 10 է, տենց ինք սահման, չէ, էկվիվալենտության 10 է, okay, as a sense, countable union of countable sets is countable, like you get them. Okay, love S asem, since asem, if A is countable, then so is 8 բոլոր այսինչ հով ենք նշանակում, այսինչ բազմություններ վերջավոր բառերի բազմություն, so it's N, որը հավասար է իրանից A-ի N աստիճան, N-ը N-ից բայց եսի կարաս 0-ով ապացուցես, քանի որ ստեղ կարաս չընտրես, դու կարաս սահմանես եթե A-ի համար արդեն գիտես բիեկցիա այդ A-ի բիեկցիանից օգտվելով այս օծերով բաներով A-երի համար բիեկցիա է սահմանում ու աքսիոմով 4 եսի պետք չի ես դրա համար այս օրինակը A-ը ասենք թե իր բնական թվերն են իսկ բնական թվերի են աստիճանի համար որ դու բիեկցիա հստակ այս օծի թեմաներն են ինդուկցիայով օծ ես անում չէ ասենք Չէ, ասենք կարելի արդեն ընդրության աքսիոմի կարիք չկա դու արդեն շարժ նեգից N հա շարժումը ինֆինիտ չի էլի որը օղերը շարժես ընդրության աքսիոմի մի րոպե ես ասեմ Հեսա ես ասեմ, ասում եմ, NK-ից ոնց ես ապացուցում, որ NK-ն հաշվելի է, որ բիեկցիա կա։ Ապրեք, որտեղ ինդուկցիայով, այսինքն հատ ու գիլս է, կայերը դառնում է մեկ, այսինքն սրա համար, բայց գրավոր սահմանում կա, ասենք N-ի 7 աստիճանի համար գրավոր սահմանում կա, ամեն K-ի համար էլ կա, ամեն K-ի համար դու կարաս ցանկացած, հա Okay, այս ձևով ուզում եմ ասեմ սրա համար դու ոչ թե ընտրելու ես այդ բիեկցիան, այլ ձեռով սահմանելու ես գրելու։ Հա, ուրիշ բանը, եթե գրում եմ դրա համար, okay, եթե գրում եմ, ասենք ես կասեմ prove this, okay, but prove without axioms. Որ N-ը բանա, որ N-ը հաշվելի է, այդ բանա, այսինքն չի սարքվում, Չէ, A-N-ը չի, A-N-ը մեծատառենը, Էդի հաշվելի չի, proposition using axiom of choice, որ երկուսի N աստիճանը կոնցիգնում է Երկուսի են աստիճանը կոնցիգնում Հեսա այդ կանենք Axiom of choice, բայց ես աշխույց դեքսած վերջացավ Մի հատ էցեք գրեմ countable union of countable sets is countable
Եթե վերևի կարող ենք ապացուցել կարծրակիցն ոնց մի մաքսիմում սպեկտրը ոնց է կառուցելու մասին։ Համեմատական։ Ոնց որ արի չունենք նա ֆունկցիա որ կանում է n-ի Չէ, ու գիտես որ գոյություն ունի, բայց կոնկրետ ընտրելու մեխանիզմ չունես։ I.e. if as a if A is a countable set whose each element is countable, then union A, որը սահմանվում է, ասենք սենսորի, ասենք A-ը A of union is անում, is also counts. Եկեք ապացույցը սկսեմ ու կես հատ կթողեմ ինչ որ պահի։ Եկեք ամեն տեսի, ասենք սենց ասեմ, այս բանը ամենաէլեգանտ ապացուցվում է սուրեկցիաներով, որպեսզի ձեզ ասեմ, ուզում ասեմ, կյանքի խորհուրդ, որ քանի որ հաշվելին սահմանվում է վերջավոր կամ բնական թվերի հետ բիեկցիա, որպեսզի քեյսեր չնայեք ամեն բազմության համար, այսի Պողոսներ, թե Պետրոսներ, ամենալավ համարժեք պայմանը օգտագործելը էսի է, որ ասենք սրանով ցույց տաս։ Okay, ու սրա համար մի րոպե ես այստեղ մի բան եմ ուզում ասեի, սպասեք, սրա համար axiom of choice չկա։ Does not use axiom of choice, դուք ինձ ասեք ինչի։ Չէ, այս կողմը չէ, սպասեք, սխալ կողմը չէ, այս կողմը, no axiom of choice needed։ Էնի վրա կարգին կարգ կա սահմանած ու կարաս մինիմում էլեմենտ ունես։ Այն այս տեի կղզիներից կարաս ասես վերջը փոքրագույն։ Ում ասեմ հենց այդ, okay, so we use the n surjects definition of countability. Okay, let F as in n needs A be a surjection. I.e. in other words, A is a sequence, we can write A is a sequence A n n-ից։ Կարող է կրկնվող են, մենք չգիտենք, դա մեզ չի հետաքրքրում, կարևորը սուրեկցիա է, okay? Էսի սենց, որտեղ հաջորդականությունը նույն բանն է, ինչ-որ n-ից ֆունկցիա, okay? Չէ, ես մի հատ բան եմ գրել եմ, ինձ տրված է, որ ինքը A-ը գրած է, որ countable է, այդ նշանակում է գոյություն ունի մի հատ Չէ, ինչ անշանակում, countable ինչ անշանակում, գոյություն ինչ որ օբյեկտ, այդ օբյեկտը ֆունկցիա բլա ինչ չի հետաքրում, ես զուտ մի հատ գոյության նշան եմ գրել, ու մինչև ապացույցի վերջ կարող է երկու հատ է գրեմ ու վերջ, okay, սրա համար ոչ մի axiom of choice չենք հետաքրում, now we know that for each n there exists a function. There exists a surjection from n to an. We use axiom of choice to choose such a surjection for us. We use axiom of choice to give a function to get a function that makes f of նշանակեմ, f is n such that n չէ, կնեք, ես ինչ եմ ասում, ինչ եմ ուզում, n-ից i-ի վրա, okay, ֆորմալ որ գրեմ, ասենք կախվենք սաղս, կախվում ենք սաղս, լավ եկեք ես i-ի union-ը վերցնեմ, ֆորմալ ֆունկցիա եմ ուզում եմ, որ գրեմ, որ մի քիչ ձեր մեջի այդ բանը անցնի, էլի, axiom of choice-ը մեզ տալիս է ֆունկցիա, որ ամեն n-ի համար
ինքը համար n-երորդ ֆունկցիա է տալիս քեզ, որ այդ ֆունկցիան իրենից ներկայացնում է սուբյեկցիա n-ից n-ի վրա։ Such that ասենք n-ը գնում է fn-ին, տենց ասենք, where fn is a surjection n-ից n. Makes sense. And it's iron. Thus, so you can use this surjection to now build, so thus, we can build a surjection, n cross n to union of an by, okay, n emma ուրագնի. Որ էլեմենտն է գնում։ Վերցնում ենք n-երորդ սուբյեկցիան, ու դրա վրա m ենք կրկի Ինձ պետք է ֆունկցիա սահմանում, ես ֆունկցիա եմ սահմանում, պետք է ստեղ ֆունկցիա գրեմ, էլի այն մոմենտնա, որ ասում եմ n-ի համար, դե մի հատ սուբյեկցիա եկալ, դրա վրա եմա հաշվի, ասենք այդ ֆունկցիա Եթե մի հատ ըլներ, նորմալ կնպես պետք չէ, երեք հատ ըլներ, բայց իրենց մեջ order ըլներ, էլի նորմալ Եթե երկու հատ ըլներ, բայց իրենց մեջ order չըլներ, նորմալ չէր Սենց ասեմ, եթե կոշիկների զույգեր ունեք, այդ կոշիկների զույգերից կարակ ընտրեք մեկը, օրինակ ասեմ ձախ կոշիկը վերցրու Բայց եթե գուլպաների զույգեր ունեք, որոնք իրանից չեն տարբերվում, դրանցից մի հատ գուլպա ընտրելու համար պետք է աքսիոմով չոս Ամեն մեկից մի հատ գուլպա, ամեն զույգից մի հատ գուլպա ընտրելու համար պետք է զույգերի կարգավորելու համար That's right Ասում եմ, եթե ունես, ասենք թե բազմություն, որ ամեն էլեմենտը մի հատ pair է, զույգ է, ինչ-որ բանի։ Եթե այդ զույգի այդ բազմությունը ընդհանրապես կարգավորված է, այդ զույգերից կարաս վերցնես, ասենք, փոքրագույնը։ Եթե ինչ-որ կարգ կա վրան սահմանած այդ զույգերի Տոպրակի մեջ է կարարնի, կարող է դու ֆունկցիա ունես, որ տոպրակը տալիս ես քեզ կարգա վերադարձ Այդ դեպքում օրինակ կոշիկի դեպքում, չէ՞, ես քեզ որ կոշիկի զույգ տամ, դու նայում ես կոշիկի վրա ու գիտես ձախն ու աչը։ Okay, այդ դեպքում աքսիոմով չես պետք չի գրելու համար, որովհետև դու կարաս այդ ֆունկցիան իրավես կարգը ստանաս, կարգից ընտրես կոշիկը։ Իսկ եթե կարգ չկա, դու ասենք իրար միանման գրպանների զույգեր են։ Չես կարող ասես, որ մեկը վերցրու, որտեղ ձախած չկա։ Բայց ինչ կապներ ես մեր բանի հետ Էսի կապ չուներ, էս ինքը հարցրեց, պահագին ասա, բազարը են կոմոն։ Okay, it's easy to check, this is a surjection, so I see վերջացանք, okay. Surjection, n is SL gram states, for EX ունեինք, okay. Ես վերջացնում եմ ու մի այլ պիտի արդեն ստեղ չեմ։ Էսա հանգիստ ասում եմ, մենք գիտենք ինֆորմացիան որն է, տրված է, որ ամեն an-ի համար գոյությունի սուբյեկցիա բնական թվերից այդ an բազմությունը, ճիշտ է։ Okay, բայց միլիոն հատ են սուբյեկցիա կա, անվերջ հատ են սուբյեկցիա կա, okay։ Հիմա այդ ամեն n-ի համար կղզի ունենք, սուբյեկցիաների կղզի։ Դες ամեն n-ի համար ես ուզում մի հատ սուբյեկցիա տեսնեմ, որ կարողանամ օգտագործեմ։ Բայց որ ամեն մեկի համար ես ուզում եմ սլակների բազմություն ստանալ, n-երից սուբյեկցիաների։ Այդ սլակների բազմությունը աննշանակել եմ f-ով, այս այդ ֆունկցիան է, սլակների բազմությունը այս ֆունկցիան է։ Այս ֆունկցիան ինչ անում, դու իրան տալիս ես n, ինքը քեզ վերադարձնում է սուբյեկցիա այդ an-ի վրա, սուբյեկցիա։ Հետի նշանակել եմ f-ում, այսինքն n-ը տալիս ես, ինքը սուբյեկցիան վերադարձնում։ Հիմա արդեն ֆունկցիա է էսի, n-ը տալիս ես, սուբյեկցիան վերադարձնում, ես կարամ f-ը օգտագործեմ որպես ֆունկցիա։ Ու ստեղ գրում եմ, ասում եմ nm երորդ, ասենք n շարքի m երորդ էլեմենտը մապ եմ անում ուր։ Այս շարքի գաղափարը արդեն ինձ տրված է, դա էս է շարքը սարքում, էս էլ սարքում է, որ իր
դրա ասենք m-երորդ էլեմենտն եմ։ Ուզում ասեմ, այս a-երը unordered են, իրենք շար բան չկա, որպեսզի իրեն շարես, իրեն դու ինչ-որ ֆունկցիա է քեզ պետք։ Հիմա ամեն a-ի համար դու այդ ֆունկցիան ընտրում ես, որ ինքը շարում է իրեն, շարքով դնում է, դու դրա m-երորդ էլեմենտն ես։ Երբ որ մեզ պայմանով ասում է, որ ամեն այդ եւ այլն դրան բանեն հաշվելի են, մեզ ի կոնկրետ տա է սուբյեկտիան։ Չէ, Այսինքն եթե դու այլ վերցնես կոնկրետ կառուցվող հայտի բազմություն, ուրեմն քեզ պետք չի այդ բնության հարցը։ սովորաբար չէ։ Եթե ուզում ես այդ ամեն ինչ դեպի ցանկացած բազմության համար, դի օգտագործես։ Ապրես, հենց այդ է թեման։ Կոնկրետ բազմություն, ձևով սարքած բազմություն, բարձր կարող ես ամենուրեն սարքում ես։ Ասենք, եթե ուզում ասեմ, բայց էսի abstract որ ինքն բոլոր բազմությունների համար sense մանրանդես չէ։ Անգուր ասելու համար մեզ պետք է, բայց երբ որ կոնկրետ օգտագործես, պետք չի։ Ճիշտ է։ Okay, essence, բայց մի հատ բան եմ ուզում ասել, այդ նույն ձևով ոնց որ դու որ սուրեկցիա ես սահմանում, ասենք թե սուրեկցիա ես տալիս։ Ես այդ բանը ստացում։ Ասենք թե որ ցույց ես տալիս ինչ որ ֆունկցիան սուրեկտիվ է, չէ՞։ Դու անպայման չի այդ ցույց տալու ներսում այդ ապրես, ասենք ինչ որ գոյություն ունի, կարաս abstract գոյություն ապացուցես, չգիտեմ, վեր կատեգորիայով ցույց ես տալի որ գոյություն ունի, առանց ոչ մի տալ մատնանշելու, չէ՞։ Okay, ուզում եմ ասեմ, երբ որ ես դեմ բենովա, ես կարամ իր վրա ինչ-որ մի բան սարքեմ ու ասեմ այս սկզբունքով ընտրի այդ տարի քիմիական։ հա, քիմիական, Բայց ես որ ուզում եմ ցանկացած բեի համար ինչ-որ վերացական ասել։ բայց վերացական չի, ուզում եմ ասեմ, նայ, այդու պատկերացրեք, ես ինչ-որ ֆունկցիա եմ սահմանել, գիտեմ ինքը սուրեկցիա է, թե չէ։ Հիմա ուզում եմ ցույց տամ, որ ինքը սուրեկցիա է, այդ ապացուցումն ինչ որ գոյության ապացույց եմ անում, մենք կտեսնենք, որ վեր կատեգորիայով օրինակ կարաս ապացուցես, որ գոյություն ունի անընդհատ ֆունկցիա, որը ոչ մի կետում դիֆերենցիալի չի։ Բայց այդ գոյությունը քեզ ֆունկցիան չի տա։ Այդ ֆունկցիան կառուցել է բայերշտրասը ասենք, բայց ես չեմ կառուցել ու չեմ կառուցել, ես չգիտեմ դրա կանոնությունը։ Ես գոյության abstract գոյություն եմ ապացուցելու։ Հիմա ասում եմ դու կարող ես abstract ապացուցես, որ ամեն կետ գոյություն ունի նախապատկեր abstract։ Բայց դու կյանքում չկառուցես մի հատիկ նախապատկեր։ Հասկացաք ինչ եմ ասում։ Մենք կառուցում ենք, ասում ենք, կա այս վերաբերյալ, բայց մենք ասում ենք, Ով ինչա ցույց, հա։ Հասկացաք տարբերությունը։ And what potentially beyond the lead by the complex data. Էդի կապված չասես, որ դժվար բետակ, որ դժվար ֆունկցիա, ասենք թե complicated բան կարող է Լավ, մի խոսքով։ Մի հատ է տնային գրեմ գնա։ Հա, կասեմ, գնանք հետ կասեմ Q-ի կոնսոլները։ Q-ն ով է, մի հատ եկեք Q-ի սահմանում ենք։ Q-ն իրականում սահմանվում է սկզբից վերցնում ես բոլոր զույգերը, ասենք սկզբից վերցնում ես բոլոր n զույգերը, ասենք որ դուք ասում եք Q-ն կորտորակ է, չէ՞։ Այս խա որ կորտորակա ոնց հալնում, որ S-ի հավասարը ասենք 6/21-ին։ Եթե S-ը, ուրեմն S չի։ Այսինքն ուզում եմ ասեմ եկեք մի հատ սարքենք Q-ն, okay, սկզբից վերցնում ենք զույգերի բազմություն nm, բոլոր զույգերը ենթադրենք, չգիտեմ, ինչ եմ վերցրել, z cross n+6, որ 0-ի վրա բաժանենք։ Okay, բոլոր այսինքն այս բազմությունն եմ վերցնում ու այս բազմության վրա սարքում եմ էկվիվալենտության հարաբերությունը։ Ասում եմ n0 մի րոպե n0m0 զույգը էկվիվալենտ է n1m1 զույգին, էկվիվալենտն է սենց սարքենք, եթե խաչաձև բազմապատկումով իրանք հավասար են, մի րոպե սա գրեմ, տեսնեմ ոնց են բազմապատկում, m1 հավասարա m0n1, չէ՞։ Okay, ասենք, էսի էկվիվալենտության հարաբերությունն է, կարակ ցույց տա, որ էկվիվալենտության հարաբերությունն է։ Ու այս էկվիվալենտության հարաբերությունով բան եմ անում, վերցնում եմ իր դասերի բազմությունը ու ամեն մի դասի բազմությունը, ասենք nm էլեմենտի դասը, հա, դասը, մենք նշանակում ենք nm-երորդով, այս կոտորակը, որ գրում ենք կոտորակի տեսքով, ինքը նշանակում է nm զույգի դաս, ըստ այդ էկվիվալենտության հարաբերության։ Հիմա այսինքն nm-ից ֆունկցիա կա իր դասի վրա, չէ՞, որ nm-ը կամ ֆունկցիականից դասի վրա, դե ասում եմ այդ ֆունկցիան սուրյեկտիվ է, բոլոր դասերի բազմությունը ինչ որ էլեմենտից են գալիս, չէ՞։ Այդ ֆունկցիան սուրյեկտիվ է, իսկ այս բազմությունն մենք արդեն ցույց ենք տվել, որ S-ի հավասարազոր է բնական թվերի,
S-ի սրանը հավասարասոր, S-ի սրանը հավասարասոր, ստացվում է Q-ն հաշվելի է։ Okay, այսինքն Q-ի բլից ներմուծությունը, ինչ ասենք, այսօր աչքից դաշ չան է սարը։ Նա այս տնային նետամ ապատուցել, որ գոյություն են տրանսցենդենտալ չեմ, դեպի լսուտա, okay, Անհրաժեշտականները prove that the set of algebraic numbers, the set of algebraic numbers is count. A real number is called algebraic. A real number R is called algebraic. Algebraic. If it is a root, if it is a root polynomial with rational coefficients. Rational coefficients. Square root is algebraic. Being a root of S over x squared minus 1 equals 0. Okay. Чем говорю, армал дефисент. Спасибо. All rational numbers are algebraic. Q is a root of x minus q equals 0. Okay. Okay. I should x minus q. Sorry, x minus q. Except even in that makes sense. Okay. All right. That's it. This the nine here. Assets. I think that's I can't think about. So I think I'm thing is to say this is sense. How do you use your word? Yes,